Բարի օր, սիրելի հետևողներ ջան, համոյություն եմ պատրաստում, այն մեկը արդեն դրել եմ կարմրելա, այսա կհանեմ, արագի մեջ ես ձում կսեմ երեսին, քունջուտ ցանեմ, համովացնեմ ավելի, իմ խաչապուրին, շատ վաղուց չէի թխել, որ շատ գործեր արի, եկատուն ասի, ինչ կարելի է ուտել, քանի որ բացի կոֆեն ոչինչ չեմ արել, բայց շատ աշխատել եմ, երեք որ այդքան շատ գործեր արեցի, մինչև մութ մնացել եմ, գնացել եմ ընդեղ եմ մի քանի պակաս բրատ գործեր արել, բայց ասեմ այսօր էլ եմ գնալու, այդ ընթացքում հավերից դուս էի արել, մի լավ ման են եկել, ամեր որ սենց ազատ գործ եմ անում, իրան ցորեն եմ տվել կանչել տուն արել ու հանգիստ իմ խաչապուրին եմ պատրաստի խմորը, դամաշնի խմորն է, սիրելի հետևորդներ ջան, ու արդեն հասցնեմ հանեմ, այն մեկը չվարվի հանկարծ, բայց երևի հանեմ, արդեն ինձ թվում արդեն նա շատ է մնում, լույսերը լավն է, բայց այսօր անջատումներ էլի կլինեն, և սիրելի հետևորդներ ջան, այսքան տարի որ աշխատում եմ ես Թումո կենտրոնում, ոչ մի անգամ շաբաթ օրը ազատ չեմ եղել, այսօր օրը շաբաթ է ու ես տանն եմ գործի չեմ գնալու, այն որ առավոտ շուտ ծեք-ծեքին վեր ենք բենում գնում, այսօր ամբողջ օրը տանն եմ, ոյ, մի հատ էլ ներքևն էի դրել, քանի որ զգում էի, որ հանկարծ շատ կկարմրի կվարվի, Այս մեկը այս ձևով մի քիչ բարակ էի բացել, այս մեկը մի քիչ մեծոտ եմ բացել, քունջութը, պատքովս անցել է, կատնահոսան եմ, ինչու չէ, կարելի է, այս է քունջութը, արատորեն և արագորեն, օրը մի քիչ մռայլ է, եղանակի տեսությունն էլ ասեմ էլի, մռայլ է, սարքամյա փչում, վաղվա վրա, անձրևատված, ընդեղ որ հավաքել եմ, պետք է որոշ բաներ կա վառեմ, այս մեկն էլ տեղավորեմ, հետո մի հատ կոֆե դնեմ, դուք էլ ձեր կոֆեն դրեք, սիրելի հետևորդներ ջան, միացեք իմ կոֆեի ժամին, որ շատ գործերի մեջ եմ լինում, շտապողական եմ լինում, ամեն ինչ ուզում եմ մի անգամից հասցնեմ, բայց ոնց որ թե լավ էլ ստացվում է, չեմ դժգոհում, մինչև ես մի խաչապուրին այստեղ կհովանա, տաք վիճակում չեմ ուզում հանեմ, ես իմ կոֆեն կդնեմ, կոֆե կվայելեմ, ձեր հետ կզրուցեմ և օրս էլ կշարունակեմ իմ լավ ու բարի կարևոր գործերով, մանավանդ որ տանն եմ լինում, ազատ եմ լինում, սենց ուզում եմ ամեն բան այդ օրը հասցնեմ, իհարկե հնարավոր չէ այդքան շատ գործը մի օրում, այն էլ լավով աղջի գործերը հատկապես և միացնեմ։ Եսի ձեն եկավ, մի հատ էնամ ինչ կա։ Հարևանի շունն է եկել, ինձ զանգի հետ խաղեր ա տալի տեղ, մինչև կոֆես կեփի, խաչապուրիները ստուգեմ, որը շատ լավն է, չի կպչում յուղաթղթից, սիրելի հետևորդներ ջան, ինձ թվում ակազոջախը լավ չէր տաքացել, առաջի պարտիան լավ չի բարձրացել, որովհետև այս վիճակով է, հուսամ երկրորդ պարտիան լավը կլինի, ասում եմ կարող է նաև լույսերը թույլ է, ինչ կա որ, ճիշտ լույսը կա, բայց կարող թույլ լինի, ոյ, հիմա հանեմ ինչ որ իսա, ու այստեղ շատ եմ սիրում, կարևորը թխվել է, կարմրել է, ես մեկը լավ չի բարձրացել, իմ սրտով չի թողեն մեկն էլ, իմ սրտով լինի, ոչինչ, ցուցահանդես չեն թողարկելու, այն թեթևակի է բարձրացել, ինձ թվում է, լույսերը թույլ է եղել կամ չեմ թողել ջեռոցս լավ տաքանա, սա այս կոմ, ու հետևեմ իմ կոֆեին, սիրելի հետևորդներ ջան, բոլորիդ լավ հանգստյան օր եմ մաղթում, այսօր շաբաթ, վաղը կիրակի, բայց վաղն արդեն գործի կգնամ առավոտ շուտ, հետո շուտ հետ եմ գալու, կշարունակեմ իմ գործերը,
ճուտիկները ուզում են դուրս գան, ծակել ա ձվերը, մի քանի հատ ներսից թակել են ծակածած, սպասում ճուտիկների դուրս գալու։ Օրինակ հենց այդ պահով ես շատ եմ լսել, որ իմ համագյուղացի մարդիկ, հատկապես որ անցյալ տարի ես այդքան շատ ճուտեր ունեի, թե թուղս ունեի դրած, թե ինկուբատորով, ինձ դիմում էին ճուտիկ առնելու և ասում էին, որ թուղս են դրել և ասենք այսքան ձվից 2 հատ ճուտիկա դուրս եկել կամ մի հատ ճուտիկա դուրս եկել, այսինքն նման բաներ միշտ են պատահում, կապ չունի, թե քանի ձվ ենք դնում տաքանալու, թղսի տակ, թե ինկուբատորում, երբեմն բնության մեջ այդպիսի խախտումներ ա լինում, այնպես որ սիրտս լեն եմ պահում, թե 4 հատ կլինի, թե 5 հատ կլինի, կպահեմ սիրելի հետևորդներ ջան։ Սպասեմ կոֆեի էֆերին և պատուհանից մի քիչ նայեմ ու հիանամ, մինչև կոֆեի անիշխանը կգա։ Սառնանում կաթուն եմ եկված, վերջնական որոշման եկա, որ կաթնահունց եմ անելու, պարտադիր չի զատիկ լինի, որ մենք կաթնահունց անենք, կոֆես եվվեց, այո, անուշ որմունքը տարածվում է, դե գիտեք, որ ես ճազվայի մեջ ուշ ա եվվում, հատկապես ես կողքի աչքի վրա, այդ մասը մի քիչ հաստ մատերիալ է ու այդ պատճառով ուշ ա եվվում, սիրելի հետևորդներ ջան, մի հատ կոֆես ես կոմբերեմ, և կաթը լցնեմ, մի փոքր տաքանա։ Այնքան հեշտ է լինում, որ պատրաստի խմորը բացում և թխում եմ մի անգամից։ Ի նկատի ունեմ խաչապուրին, սիրելի հետևորդներ ջան, քանի որ գիտեք շերտավոր խմորը, բայց ինչի չի ուզում բացվի, հետներ կողում է ես կապույտ կափարիչներին, այո, բացվեց և յուղը կապել է երեսը, մի հատ զգուշորեն թեք եմ լցնեմ, յուղը որ գալիս է փակում է երեսը, հետո այս բանկի կողքերից կպչում է, հեսա մի հատ տեսեք ինչքան յուղոտ կաթ է, այս նորից պետք է թափահարեմ, այդ յուղը մաքրվի, մի հատ էլ նայեմ, այս մեկը ոնց որ բարձրանում է, հաստատ լույսերը թույլ է, հաստատ, թե չէ լավ գիտեք, որ իմ գազի ջեռոցը շատ լավ է թխում, բազմիցս թխել եմ, ընտիր բարձրացել է, այսպես, ստորեն այս մեկն էլ մի քիչ ամուր էր, ես եմ միացնել, ինչ է խմորը կհունցեմ, կգնամ գործերս կանեմ, հետո կթխեմ, անգամ եթե լույսերը չլինի, ավելի լավ, մի քանի անգամ վրա կհունցեմ, և սիրելի հետևորդներ ջան, արդեն ավելի լավը կլինի մի հատ։ Այս մեկը բարձրանում է, բայց ոչ այնքան, քիչ է մնացել, այս այդ կարմրի, կոֆեն կոմկում վայել ենք սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ այսպես սկսվեց իմ շաբաթ օրը, որ գործի չգնացի, տանն եմ և ինձ լավ եմ զգում, այդպես, մազերս հավաքել եմ, պոչիկ եմ արել, բայց միևնույնն է, որ շատ խիտա ու կանգուր է, այսենց ուռուցիկ է դառնում, անընդհատ ձեռքերս թաց եմ անում, քսում եմ, որ մազերս նստի, որ կարողանամ հավաքել։ Հրեշտակների մազերն են չեմ եկել, կանգուր սենց ոլոր-մոլոր մազերով հրեշտակները, թևավոր հրեշտակները, որ բոլորս էլ երբ որ մի տեղ տեսնում ենք, թե եկեղեցիներում և թե գրքերում, մի հատ շպտում ենք, ասում ենք, վախ, ինչ պուպուշ են, այնպես որ մենք էլ մեզ հրեշտակը զգանք մեր կանգուրիկներով, հենց կարմրած կլինի, նայեմ, առաջ քաշեմ, շատ չբարձրացավ, բայց դե ոչինչ, կարևորը կարմրելը, ես թվում է թխված կլինի, ահա, սիրելի հետևորդներ ջան, այս տեսքն ընդունեց, թողնեմ ես էլ հովանա, ես կողմի վրա, հետև եմ կաթին, շատ չտաքանա, որ խմորն էլ անեմ։ Ես իմ կոֆեն վայելեցի, վերջացրի, սիրելի հետևորդներ ջան, և հիմա
Այս խաչապուրիները թավայից հանեմ, այստեղ պատրաստեմ, որ կաթնահունցի խմորն անեմ։ Ախր ինքան լավ կարմրել ադակու երես, ու ինքը այնքան թեթև է, այս մեկը միշտ որ 6 մասի եմ բաժանում, այս մեկը 8 մասի բաժանեցի, ուզում էի փոքր խաչապուրիներ անել, հետո էլի որոշումս փոխեցի, հիմա մի հատ համ տեսեմ, այս ինչքան համով է, փշրկան, խրթխրթան, մի հատ պատարս էս կոն գնեմ, և մի հատ ստուգ եմ, տեսնեմ սրանք ոնց են, տակը կարմրել է, այս ինչի չբարձրացավ, են որ լավ բացվում է, չէ, շերտերը լավ երևում է, ահա, տեսնում եք, որ տակերն էլ է կարմրել, բայց սիրելի հետևորդներ ջան, պատահում է, չէ, որ մենք էլ տանը խմոր ենք անում մեր ձեռքով, սլայոնի խմորը, որ անում ենք, պատահում է, որ լավ չի ստացվում, երևի այս մի խմբականակը այս ձև է ստացվել, միշտ արել եմ լավ բացվել է, բայց այս մեկն է սենց ստացվեց, լավ, հիմա սրանք էլ հանեմ այստեղ, իմ գործն առաջ տանեմ, կարևորը թխվել է, խում չի մնացել, ու շատ սիրուն է տեսքը, հատկապես, որ քունջութ եմ ցանում, լրիվ տարբերվում է խանութի խաչապուրիներից։ Այս յուղաթուղթերն ենքան եմ հավանում, համ թավաներն ամաքուր մնում, համ կարողանում եմ մի քանի անգամ օգտագործել հատկապես խաչապուրի թխելիս, արդեն որ մի քանի անգամ սրան օգտագործել եմ, էլ չեմ օգտագործի, իր ժամանակը լրացել է, հիմա ցույց տամ, թե ինչքան սիրուն է ստացվել իմ խաչապուրիները, որ այդքան դժգոհեցի, որ լավ չի բարձրացել, ամեն դեպքում կարևորը թխվել է, հում չի մնացել, կարմրել է և շատ համով է, իսկ թե ինչու եմ և խաչապուրի թխելի ուզում եմ կաթնահունցի խմոր անել ու թխել, քանի որ գիտեք, որ գործերի մեջ եմ, մարդիկ կգան ինձ օգնելու, այդ սերկան քաշելու համար, կոֆեի հեկի հյուրասիր եմ, և ես էլ ինձ լավ կզգամ, սիրելի հետևորդներ ջան, հիմա այստեղ մի քիչ շուրջս հավաքեմ և անցնեմ առաջ կաթնահունցի խմորը հունցելու։ Մեղուներիս մոտ ձագ խաղա սկսվել, ստեղից համ գործ եմ անում, համ նայում եմ, մեծ խմբականակով ձագ խաղա սկսվել, չնայած որ օրը այդքան էլ արևային չի։ Հավեսս տվեց գոգնոցս էլ կապեցի, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ ալյուր եմ մաղել, սկզբնականի համար, որ դրոժը այստեղ լցնեմ ու գործի դրոժը, քանի որ սա այն խմորն է, որ բաժակաչափ չէ ալյուրը, քանի որ պիտի ստանանք թույլ խմոր, դրա համար ալյուրի չափը հատուկ չի նշվում, այլ նշվում է, որ անել խմոր, որ լինի թույլ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, դրոժը լցնեմ այս արդեն մաղած խմորի մեջ, 1 լիտր կաթի համար, 1 լիքը ճաշի գտալ դրոժ, կարող եմ վանիլինը լցնել անմիջապես, չի խանգարում դրոժի գործելուն, և իհարկե 1 պտղունց աղ, որը շատ կարևոր է, ճիշտ է քաղցր խմոր է, բայց աղը նույնպես կարևոր է, սիրելի հետևորդներ ջան, մի հատ էս տարածեմ, ամբողջ ալյուրի մեջ այսպես տարածում եմ, կաթը գոլից տաք է, շատ տաքացնել պետք չէ, քանի որ դրոժը շատ տաքից չի գործում, այլ կոտրվում է, մի քիչ փոսիկ եմ անում այստեղ, որպեսզի կաթը լցնեմ, նախքան կաթը լցնելու ցույց տամ, թե ինչքան կարագ եմ օգտագործելու, կրիստալ կարագն է, սիրելի հետևորդներ ջան, մոտ 100 գրամի չափով կարագ, ահա, 2 արաքսի ձու, 2 ձուն բավական է, կես բաժակ չամիչ, խոշոր չամիչ, սպիտակ և կապույտ, շաքարավազը լցրել եմ, այս ամանը կիսատվել էր, ես էլ եմ լցրել, դեռ չեմ փակել, բաժակու կես շաքարավազ կգնա, կաթը դե 1 լիտր կաթ է, ու արդեն շերեփով լցնեմ, որպեսզի դրոժը գործի, այսպես, փայտի գդալով եմ խառնելու սկզբի համար, այսպես, հենց որ վանիլին ենք օգտագործում, անուշ բուրմունքը տարածվում է մեր խոհանոցում,
Վանիլինը գիտեք չէ, որը ստանում են հատուկ ծաղիկից, որը այդպես անուշ բորում է։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այսպես պիտի այնքան խառնեմ, այս ալյուրը լրիվ խմոր դառնա դրոշի հետ միասին։ Մնացած ալյուրը աստիճանաբար եմ լցնելու։ Արդեն սեր է հավաքել, այս իրա սերն է, որ տաքացնում եմ, մինչև ես այս ամեն ինչը իմ կողքը հավաքեցի, անմիջապես կաթը երեսը սեր է բռնում։ Կաթն էլ լավ յուղոտ կաթ, այդքան էլ կարակը որ լցնում եմ, արդեն շատ համով կաթնահուց կստանամ։ Սուբսատիկին էլ էի այս խմորն արել, սիրելի հետևորդներ ջան, ընթացքով ձեր հետ չէի կիսվել։ Եվ հիմա պահը եկել է և ցույց եմ տալիս։ Այսպես մի փոքր թուլացնեմ, որ դրոշը հեշտ գործի։ Հենց սկզբից մի քիչ թույլ ենք թողնում, որ դրոշը հեշտությամբ ինքը իր գործողությունը կատարի ու սկսենք շարունակել։ Այսպես, այս տեսքն ունի։ Ահա, այսպես, այս չափի, այս տեսքի և թողնում եմ մի քիչ հանգստանա 10-15 րոպե։ Մի հատ էլ լավ, այսպես հարում եմ, որ ավելի լավ ալյուրը բացվի։ Արդեն պատկերացրիք, այսենց, ոչ ծորմուն, ոչ պինդ խմոր։ Ցանկալի է ծածկել։ Մի քիչ էլ խառնեմ ու կծածկեմ, կթողնեմ։ Եվ արդեն փայտի շերեփը պետք չէ։ Հույսերը տարան սիրելի հետևորդներ ջան, բայց ես կշարունակեմ իմ գործը անել, հույս ունեմ նորից կլինի։ Անցել էր այդ 15 րոպեն, բացել էի, որ շարունակություն տամ։ Լիցքավորում եմ դեռևս։ Եվ իմ գործը կանեմ։ Առայժմ փայտի գդալը մի կողմ եմ դնում և ձուն եմ կոտրում։ Այսպես, հենց անմիջապես արդեն գործող խմորի վրա։ 2 ձու։ Արդեն խմորը ընդունեց ջրալի տեսք, հիմա կարագը։ Եվ անմիջապես շաքարավազը։ Մյուս գդալի օգնությունով փայտի գդալը մաքրում եմ։ Հենց այս ժամերի վրա էլ ասված էր, որ պետք է լույսերը տարան սիրելի հետևորդներ ջան, ճիշտ ժամանակին է լույսերը տարան։ Իրենց գործը կանեն և նորից կմիացնեն։ Խաչապուրին լավ հասցրեցի թխել, իսկ հիմա արդեն ձեռքով։ Մի լավ, այսպես, մատերով պիտի խառնեմ։ Չամիչը հիմա չեմ լցնում, չամիչը լցնելու եմ վրա հունցելուց հետո։ Քանի որ եթե սկզբից ենք չամիչը լցնում, չամիչը ամբողջ խոնավությունը իրան է վերցնում, հետո մի տեսակ համը այն չի լինում, բայց որ վրա հունցելուց հետո ենք չամիչը ավելացնում և նորից հունցում, այդ դեպքում չամիչը նորմալ տեսքով, նորմալ համով ինքը մնում է խմորի մեջ ու շատ սիրուն է նայվում։ Այսպես։ Իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, չգիտեմ լույսերը երբ կտամ, իմ հեռախոսի լիցքավորումը մի քիչ խնայեմ, այս ընթացքը արդեն կարևոր բաները ցույց տվեցի, նաև մի փոքր էլ շաքարավազ կավելացնեմ, այսպես ձեռքիս մեջ կլցնեմ մոտավորապես կես բաժակի չափով, ահա։ Եվ աստիճանաբար կաթն ու ալյուրը կավելացնեմ։ Կաթը դեռևս լավ վիճակում է, քանի որ նորից էի տաքացրել։ Հիմա կարող եմ մի շերեփ կաթ ավելացնել, այսպես,
որպեսզի շաքարավազը ավելի շուտ հալվի։ Եվ արդեն այնքան ալյուր, որը ստացվի թույն խմոր։ Ես կադրից դուրս կհունցեմ, սիրելի հետևորդներ ջան, որպեսզի կարողանամ լիցքավորումս պահել և մյուս գործերով նույնպես ձեզ միանալ։ Այսօր, որ շաբաթ է, օրը մռայլ է սկսվել ու ցուրտ է։ Եկել եմ, որ գործս շարունակեմ, սիրելի հետևորդներ ջան, մի հատ ցույց տամ, հետո միանամ իմ գործով։ Այսքանը որ կտրել եմ, այդ ճղկները հվաքել տարել եմ, այն մի կողքին դասել եմ, որ ոչ մեկին չխանգարի, անգամ ինձ չխանգարի։ Դեռ գործեր ունեմ ստեղ, կիսատա մնացել, եկել եմ շարունակեմ։ Ինչքանը որ երեք կտրել էի, այսքանն արդեն մեծ դրուժբի կտրելու է։ Այս մի թուփ, այս էլ 2 թուփ։ Այսքանը ես կտրել եմ։ Մի հատ մեքենան անցնի։ Զանգին ու զրանգին եկել են կուշտս, հետո այս ասֆալտումը վազի-վազ են անում։ Զանգ-զրանգ։ Всё, ինձանով անեմ, էլի։ Այսում կովերն են եկել, չգիտեմ թե ում կովերն են։ Պետք է շատ շուտ այս գործը ձեր անեմ, որ իմ բաղ չեն փագեմ, ապահովեմ։ 3 հատ կովա։ Քանի որ լսերը չկա, սիրելի հետևորդներ ջան, բալկոնի լույսը միացած եմ թողել, որ հենց տան ես էլ մտիկ կանեմ, հետո կգնամ ինկուբատորի ձվերը, դեռևս ճուտիկները դուրս չեն եկել, ծակածակ, ապահովել եմ, էլի ջուր եմ տաքացրել, գրել կայով սրբիչով փաթաթել եմ, խոսքով այդ հենց խառը վիճակ է, հիմա պես ասվելի մեկի մկրատով կտրեմ, ու իմ տարածքը մաքրվի, հետո ես որ մեծանում է, կախվում է, եկող գնացողի կամ ավտո կսվում է, ես էլ իմ տարածքը մաքրեմ, էլի։ Լույսը որ չկա, հույս ունեմ կտան, խմորս արել եմ, ընկեր խմորը ստացվեց, մի քիչ հետո կգնամ վրա կհունցեմ, սիրելի հետևորդներ ջան, այսինքն մի քիչ ստի գործ անեմ, ժամանակը մնա, ձեզ թե նենց պետք է գայի գործ անեի, բայց որ լույսը չի իլում, մի տեսակ սկսում ենք անհանգստանալ, քանի որ լույսի հետ կապված շատ կարևոր բաներ կա։ Մասրեն ու այս մասը մանրվի բուտրեն, որ ես մտնեմ այս արանքները, շերը չծակեն ես, ահավոտ շոտ ա։ Այսօրվա ժամերն է, ժամը 12-ի կողմերն է, սիրելի հետևորդներ ջան, մեքենա են գալիս, գնում էր ես ընթացքում, մի քիչ էլ նստել եմ, որ մի տեսակ այդ հանդարտվի, որ կարենամ ես համ հանգիստ գործ անեմ, համ էլ հանգիստ ծրից անեմ, ես էլ եմ ասրեն ու ծաղիկը, այնքան սիրուն, այնքան էլ լավ բուրում է, բայց ստի ավելորդ է, էլի, պետք չի որ պհեմ, հնի ինձ գնաց սայ, ես մի երկու ճուղ կգտրեմ բարակ-մարակ, որ արդեն նոր, հարևանիս ասելա, որ կգա կոքնի ու իրա մեծ դրուժբով ես հաստ հետերը կգտրի։ Այս ալեր կովել ես բաները կվարեմ, այս կովերը, չգիտեմ, այն կողքից հա, թե այն կողքից եկել են, այս պահի լստի է, ես չեմ ուզում ստից կշեմ, էլի։ Ես ստի եմ իմ բաղ չեն մտնի, որ գիտենամ ներքի հարևանին նա ներքև կկշեմ, որ գիտենամ վերի հարևանին նա վերև կկշեմ, դրամա ոչ մի բան էլ չեմ անում։ Մի սրելի հետևորդներ ջան, պետք է այս արանքները մտնեմ, հետո կտրեմ, այս գազի տրուբեն է, ընդհանուր գազի տրուբեն է, այս ինչ է, այս էլ աբարակ, այս եմ ծեղով կկոտրեմ էլի, նա փուշ չի։ Այս լավ խմորը ստացվեց, սրնդային թաղանթով փակել եմ, տաք շորերով, սրբիչներով փակել եմ,
Երկու ժամ հլավով պետք է որ նա հասունանա։ Բայց թե ձեռնոցով չեմ կարող այս աղոսն աշխատացնեմ։ Սրանքի ջան, գնակով է իմ կշի, կսկս, դավայ։ Սվորսնենք էլի, որ ապրանքը կշի։ Նայած, որ հաչում են, հենց հավոր։ Ես որ մասից սկսեմ, այս մասից, որ մի անգամից այդ դուս կա։ Ես վիցքավորման եմ դրել, չդավաճանի հանկարծ, ես քիչ միացավ։ Ահո, դրել եմ վիցքավորման, ուժել է։ Որձի թուն վախտնա, ուհա, ահո, կարողա, արանքը բան մտավ, ոնց որ թե, ցետը դժվար եկավ, ասենց նայեն, բայց թե չէ, պտտվում ացետը, կարողա լավ չվերցրել, այ աստված ջան, չգիտեմ, դենից հավոր ես էլ կար այդ մարդը կտրի, ուղղակի որ ասավ ես մանր-մուներ շևերը կտրի, որ մտնի ես արանքը չխնգարի, ես էլ ուզում եմ նենց անեմ, որ իրան սրտով էլի էլի։ Եթե անգամ ես չլնի, դե ոչինչ, լույսն էլ չկա, որ տանեմ մի հատ էլ միացնեմ, տենամ, ախր բայց երկար վաղտ միացրած էր, են ուժելի դեր չի վերցրել։ Մի քիչ սպասեմ, ուրիշ գործ անեմ, ես այս էնց, ինչ անեմ։ Ինչ արետի մգրատը։ Այս բարակ մարակը կտրեմ հլա, հա չկա, ես է կրակ կվարեմ։ Իրավոտի կանեմ, չէ, ես էլ չեմ տվել։ Հալկոնի լիսը ստյան շուտ մտիկ կանեմ, հենց լսերը կտամ, մի հատ էլ կդնեմ լիցքավորման, այս բարակնին էտի մկրատով կկտրեմ, սենց, դրամը սնգալ մի քիչ, մեծ սովոր են, որ սրանով գործ անեմ, այս լսերը, որ սարքեն, լավ կլի էլի, ձեր տարածքում էլ այս վիճակը, սիրելի հետևորդներ ջան գրեք, հա ինձ, մեր տարածաշրջանում անընդհատ այս վիճակն է, ընդ որում մեր մոտ դես կա էլի, դես կա կառուցած, պայծառի ուտես, որ մենք լույսի խնդիր ենք ունենում, դե ոչինչ հա, ես էլ ուրիշ գործ կանեմ, լիքը գործա, ես ինչ այս, ոտքը ծվացնեմ, Այս բարակին էտի մկրատով կտրեմ դեվան չկա, հետո կրակ կվարեմ։ Այս ինձ հայրի, որ ամեն գործի հետ մարդ կռիվա տալիս։ Ստիլի անխանգարող բան չկա։ Ստիկական մի դրուժբով կկտրի ես հաստեղերը։ Կարևորը փոշ չի, ես բարակնին էլ հանեմ ու անցկենամ կրակը վառելու։ Շուտ մտիկ դիմանել տպա բալկոնը, որ լսերն էլի տանիմնա մի հատ էլ դնեմ սարյատքի։ Սյո, նա մի հատ էլ ստուգեմ։ Ստի տեղ կա սեղմելու, կնով կայա երկու հատ,
Երկու հատն իրար հետ սրխվում ենք, ինքը աշխատում է։ Երեք են ինչքան լավ աշխատացի է։ Սենց բախտերը ասում ենք աչքի ենք գալի։ Աչքի բան չի, սիրելի հետևորդներ ջան, մնին էլ ավատ բան չասեմ, երևի լավ չի լիցքավորվել, թե չէ սա գազան։ Դե բան չկա, ես էլ մինա շատ գործ կա, ստի, ես սալեր կեն, ես սալեցնեմ, ես էլ բերեմ ճամփու, ես մի կողքին դնեմ, կովերը գնացին դենի վրա, ես կրանը ցած դնեմ, որ եկով գնացող աղտոն բան չանի, սպիչկա էլ եմ բերել, սպիչկեն ջակի սամանի տեղը 3 հատ սպիչկա եմ բերել, փոցխը բերեմ, փոցխը, այսքան ջախի ջոխը, որ է ջախ են դրել չոփարը ғամացրել, ես էլ հմի ուզում եմ մաքրեմ, պետք է քաշեմ, վառեմ։ Դիրա դժարա պետք է անեմ, որ իմ տարածքը մաքրեմ։ Ասենք, ես գործից չեմ խղճանում, ես նրանից եմ նեղվում, որ այդ տվյալ պահին ուզում եմ մի գործ անեմ, հետո այ հմի իմ էլեկտրական սղոցը չաշխատեց։ Թե ոչինչ, ուրեմն ժամանակը չէր լրացել, որ լիցքավորումը ստանա։ Գնամ մի ուզում եմ տեղ սարքեմ, իստի փոս անեմ, որ այդ կրակը վառեմ էլի, ավելի լավ, որ առաջ կմաքրվի։ Okay, այս որ սկսեմ, այս կողքից։ Այս չորոք հետեր, այս թվում է հեշտ կվարվի, հարցենք, այս ընթացքում էլ շատ ավտոյքեր չկան գնան, այս կրակը, այս ծուխը անեմ, վարվի կորչի գնա էլի, իմ հետերն իրա վրա դնեմ, պտրոպ հետերա, այսքի որ կենում արդեն աղբա դառնում էլի, ես շուշի բերանը ծակա, որ քիչ-քիչ կա, Գոնե կրակս հեշտ վառեմ, շուտ մաքրվի, շատ լավ կլի, կրակը լավ կպավ սիրելի հետևորդներ ջան, մի քիչ վրատիմ տան, որ այս քանը վառվի, կորչի գնա, սպիչկոքին ես հետ բիրունիմ, այս սալերկի բթունք են էլ դեսը բերեմ, հետո անցնեմ առաջ, ուզեի փոցխով վրատան, բայց թե մին ձեռով կեն վրատան, որ մին պեցակալվի, ենքան պեցակալվեց, արդեն հեշտ կլին, ճամփապը հեն որ պեցակալվի, հետո այս կրնիցը վրա կտան, այս ակացիա, այս չտարային մի կողքը, ուզում եմ այս փշերը հիմնահատակ վառեմ, քանյակտո չկալի լավ, եսը ժաշ գծեմ էլի, քանի որ չորուկնին տակինա, երեք հվակել էի, որ վառեմ չվառեցի, հետո տակի մասն անգել, կրակս ինձ ժեղացա, ինձ ես փշերը դեսը բերեմ, ստի ցելաֆոն էլ կա, որ այդ չափարի արանքներում մնացել է, են այդ էլ կվառեմ կգորջի, ես մի կողքին եմ ուզում կրակը վառեմ, որ
Եթե ես պահին ավտո էլ գա, իմ կրակը չխնգարի։ Այս ինչ շատ պտիտ եկա։ Ոնց որ թե լավն է։ Այս ինչ է։ Չափարի միջին սին են տվել, որ գիտե որ թվի փետ է։ Այս կողքից կարենամ այս չորուկնին հանեմ։ Ոյ, սա ես եմ ուզում հանեմ, ես սա պեծագալվի։ Ես սենց կրակին փետերը վրա տալով, Գործս կանեմ, սիրելի հետևորդներ ջան։ Լատենանք այսով անցկենողը մոտոյա։ Այդ մոտոն էլ գա անցկենա։ Դրա խերքեն էլ են մոտոները, որ կա ձեցկի էտ են։ Գրակոս լավ պարվում է, ամեն մի փոքր բանից մարդու տրամադրությունը կարա բրծրանա, կարա ցծրանա։ Այդ կանաչ քոլոքոլոշի հետ ախառնվել, բայց թե փոცხը ջգում է, էլի։ Որ ես էլ կպչի Ես բերեմ, որ ավտոյքերին չխնգարի Հոտխի մեջն ամատնում ես էլ Գրակս արդեն կեցակալվել ասիրելի հետևորդներ ջան Տրամադրությունս բարձր է, ճիշտ ասղոցս չաշխատեց, լիցքավորումը լավ չեր վերցրել, բայց կրակս լավ է լավ, լավ վառեցի իմ կրակը, վառվում է արդեն պեցակալվել է, օրն էլ շաբաթ, օրս նմանվում է շաբաթօրյակի, դե ինչ ես իմ շաբաթօրյակը շարունակեմ, հետո մի հատ էլ նայեմ, չէ լույսերը դեռ չկա, լույսերը որ կտան, կամ էլ տան, թե չտան, մի քիչ հետո կգնամ խմորը վրա կհոնցեմ, արդեն հասունացած կլինի, հետո էլի կգամ այս գործս կշարունակեմ։ Սկսեմ դրա տալը մի փոխիցը։ Այս ակացու տակրի է, նախչիցն էի հանել, նույն եմ ըստի որ վառը։
ձեռնոցս հագնեմ, քանի որ այս փետերը արդեն ձեռներս կկոշտացնի, էլի։ Հենց լում է, որ փոսխով չեմ կարում քաշեմ, չի գալիս։ Ձեռնոցով հատ-հատ ման կանեմ, կդնեմ կրակի վրա։ Ժեղացավ կրակս։ Այս ընթացքում խմորս մի անգամ վրա եմ հունցել, այս երկրորդ անգամն ա որ պետքա վրա հունցեմ ու չամիչը խառնեմ։ Գործս մի պահ թողել եմ ու եկել եմ տուն, սիրելի հետևորդներ ջան։ Այսենց հավեսով առաջ անգամ որ եկա վրա հունցեցի, չէր կպել սենց, այս անգամ մի քիչ ուշ եկա ու արդեն եկել ա կպել։ Այսենց ավելի լավ է փայտե գդալով անեմ։ Ընտիր խմոր է ստացվել։ Ու հիմա արդեն չամիչ կլցնեմ։ Ինքը կմտնի և հավասար խմորի մեջ կդասավորվի։ Փայտե գդալով սենց վրա կհունցեմ ու հենց որ էլի կհասունանա արդեն թխելու ժամանակը կգա։ Գործս այնտեղ ինձ է սպասում, կրակը վառել եմ արդեն տեսակ, սիրելի հետևորդներ ջան, պետք է գնամ հետևեմ, թեկուզ ուշ ժամի, սա կգամ կթխեմ, տեսնում եք, որ ամանը փոխել եմ, հենց այդ պատճառով, գիտեմ, որ կուշանա թխելը, մեկը ձևամանի մեջ եմ թխելու, մեկն էլ այն հաստ թավայի մեջ։ Նորից ծածկեմ, փաթաթեմ և գնամ գործս շարունակեմ։ Իլով սենց վրա եմ բերում։ Սիրելի հետևորդներ ջան, շաբաթօրյա կշարունակվում է, տիկին Անահիտն ա եկել իր թոռնիկների հետ, ես էլ գնացի տուն, կոֆեմ ջազվան լցրել խաչապուրիները, երեխեքին մեզ և գնում ենք վայելելու։ Կրակը շատ ուժեղ կրակ էր եղել, այս ընթացքում ինչքան վաղ մենակ աշխատում էի, հետո մեկ էլ տիկին Անահիտը միացավ իմ շաբաթօրյակին իր թոռնիկների հետ, ասիս կարաս գասվեր ունես ծերիցս, որ այս տարն անց կենամ, կոֆեն լցրած է, այ ապրես, խաչապուրիներ երեխանց տուր, ես էլ իջնեմ այս տարը, տեսնի ամբռնելով, կիշնեմ այս տարը, մեր պապերի արած, առանց ցեմենտ բիտոնի, պատբորնին, այ, այս գազի տրուբենա, ոտս տնեմ ըստի, վեր չնգնիմ, այ սենց, կրակը լավ տեղի ներում է, էլի, ինչ հավանիկը չուզեց, Անի, Անին, ոչ մի բանի չի հրաժարվում Անին, շատ լավ է, սրտիկ, այ մի հատ պաչիկ անեմ, պաչիկ կուճուրանին, Վանիկ այ քեզ է պաչիկ անեմ, Չես ողջունում հետևորդներին, սա ողջույն, ապրին տղեն, տարավ, գողացավ, վայ ես դրա ինչն եմ ասել, դու հա, բան չկա, դու ոնց խլեց այդ ավազակը,
Ավտոյա գալիս սիրելի հետևորդներ ջան, մի կողք քաշվենք, կրակը լավ վիճակում է։ Այս ավտոն անցքին, Աշուն գնա հլա Աշուն։ Հորիդ ոնց գողացավ էդ, այկեք էս չեն թողալու, լալսի ազիս, էս դու պհի, ես մի կրակին մտի կանեմ ջազվեն վրին դնեմ, սրանց է կշեմ, հլա գնացեք ստյան։ Ავს թոց խալա մի ժաշ գծեի։ Դեսեք հալ տարվա ջախու ջուխա։ Ջազվեն դրել ենք ստիպատի գլխին, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, մի հատ իջացնեմ։ Այս կողքի դրանք։ Հա, մի քիչ դες մոտիկ պի, թե չէ։ Ախոր գարողանա ուշ է։ Երեսներ ուսել ավարում։ Անի։ Դե ջան թողնի կոֆեն էլի։ Անի։ Նավեսա։ Ճամփում էշտեղը կոֆե ենք եփում։ Համոբել ազիս, մեզ բաժին ընգա։ Դե որ լիսը չկա, սիրելի հետևորդներ ջան։ Էտո որ պետքա գարոքներ, երկաթի ստրուբեքեր կա, էլի պետքա կտրեին, որ այդ սները տանք սետք են կպցնենք։ Անի։ Անի։ Էդ էլ պետքա բարգալ կովանեն։ Ես էլ որ սենց լավ կոլեկտիվ ունեցա, հարևաններս եկան, մեզ բաժին ընգավ, մեզ հալալ է, հալ էդ էլ զանգին մի հատը գողացավ, չնայած իրանց էլ էի տվել, ես որ մի բան է, իրանց էլ եմ տալիս։ Այս ես լավ շապաթուրյակս շարունակվում է, սիրելի հետևորդներ ջան, բայց ես թվում ասկի հա բանա, ուրեմն ես եմ շտապում։ Արիստի, արի, եկեք ես կողքին, բայց կար այն գլխար կհանել, հանեց ուրչի, գլխար կհանել։ Ան ավանդստի կրակի հուրը տալիսա։ Անձրևը մեզանից վախեց փախավ, չկակ ստեղ զանգի, ավազակներ, բայց կարող անին դեմարավ տղուց։ Թե գողացավ Այդ մոմենտը գլխի չէ լավ։ Կոֆեն արդեն տող պջակն է ահանում։ Խլեց, դու դե հանում խլեց։ Նանին դրան զաչի։ Այս լավ ացերին բան չի արել։ Թաղցրուց։ Ու ես դրանց իչնեմ ասել։ Չես իչքան աթեժ։ Մի մետրից բարում է։ Ով կպատկերացներ, որ այս պահը կգա։ Դե որ իմ դրանը կրակ եմ անում, ծուխ եմ անում, տիկին Անահիտն էլ իր աթոռներին դուս աբերում մանա տալիս, այնա լավ ժամանակ անցկացրինք, չէ սրտիկ։ Էլ տանը մնալ չի ելում։ Ագապին քնածա։ Ուզում դուրս կաս հա գործան ես էլի։ Այս ագապին էլ դուրս կբերեք, մի քիչ էլ մեծանա։ Ես կոֆեն խաշ չի դառնա, կարող է։ Շատ խրախտենք, փախեցինք, թե կոչը կվարվի։ Բայց լակացի է։ Շաշ գծեմ հլա այս պեծերը։ Ինչ կլի ջազվեն։ Քիչ արագացնենք, ուի, նայ խատատը սկսեց, հայ, թեպքովս կբրնեմ պոչը, երես սույր ավարում, դարանք, գնդիկ պոքոնիկ, երեսներս կարմրեց, հաժապին էլ պատի վրա դրել, կամո, թշերը, դրա փշերը որ կարմիրա, սա սկսեց էփիլը խշխշումա, այսքան հեռավորության վրա վառում է, սիրելի հետևորդներ ջան, այդքան թեժա։ Թեժակին դի պատի գլխի քնանյութ։ Թեփեց։ Էդ երկիս իրեխաց տու։ Հա, հեկա բանի։ Հա, կտրի տու։ Հա, սամ թոմն։ Բանիկը չի սիրում։ Հա, չապուրի։ Կանչում ես շունիկին։ Ասմարի, արի ասմարի։ Անին նոր ասկսել խոսել, հա։
Վիկա։ Մի քանի արդեն դիում է, խեղդսեց։ Ոյ, բարից։ Բաչան։ Հա, զգուշ չգնես։ Դե արդեն լցնեմ կոֆեն։ Հենց պահի։ Սերով կոֆե փեցի է։ Աշխարհի ամենահամով կոֆեն է փեցի, սիրելի հետևորդներ։ Աստորեն մի քիչ ավել ցուկ տվի։ Ասի կարող է գոլորշյանա, քիչանա։ Կոֆեն թող շատ էլի քիչ չլի, ես էլ ջազվեն էլի։ Պատի գլխին դնեմ։ Հետո մեր կոֆեն վայել ենք, սիրելի հետևորդներ ջան։ Այս սենց լավ գործարինք, լավ շաբաթօրյա կարինք ու լավ շրջապատված իմ սիրելի հարևաններով, սիրելի հետևորդներ ջան։ Հա, եւ կոֆեն վայել ենք, թեքս ծալենք, ձերներս էլ ակարմրել, հլադեսը։ Այդ ինչա ձերն է պատիկ չի դայել էլի։ Տոպող պատել ա դառնում, երկաթել ա դառնում։ Երեկվա վլոգս վերնագրել եմ տղավարի գործարի։ Այսօր էլ տղավարի շաբաթօրյա կարեցինք, սիրելի հետևորդներ ջան։ Իչի։ Այս գործը չվերջացավ, դեռ շատ կտևա, այս կրակին էլ դեմ ջախջող վրատալ։ Մենք մեր աշխարհի ամենահամով կոֆեն խմենք։ Պակա ասենք, Վահանիկ։ Պակա։ Կելանին է։ Անին էլ ա պակա անում, գազ դու էլ պակա անես։ Դե կոֆե խմենք, դե կինացը։ Ինչ? Խեղտեց բենզինը։ Զգուշ։ Դու սեկավ օդը։ Հա, սիջան։ Բենզինը որակ չունի էլի, դրամա էլ խեղտում է։ Դե էտա։ Կաց։ Դել էտ։ Բենզին է դարալ է։ Հաստորեն խեղտեց բենզինը։ Իսա բաց կլի։ Ծուխն էլ մեզ ա խեղտում։ Ես տեսը գամ։ Այս ինչ ընտիրություն, այո, բոքոնիկը թխվել է, իսկ հիմա անցնում եմ հաջորդին, որ այս են սիրան զարդարել եմ, տեղավոր եմ թխվելու, առանձին թխեցի, քանի որ երբ որ Սուրբ Զատիկին թխում է, իրար կողքի էի դրել, մի քիչ թեքներ ընկել, հիմա էլ ժամանակ կար երեկոյան խաղաղ ժամերն է, սիրելի հետևորդներ ջան, այս ձևամանի մեջ է, հիմա չեմ հանում, թողնելու եմ հովանա, հետո նոր կվերցնեմ։ Բոքոնիկը համարյա հովացել է, այս կաղապարը դեռ մի քիչ տաք է, բայց չենք թողնում, որ
ավելի սարճի, մի քիչ գոլ վիճակում, որ հանում ենք ավելի լավ է ստացվում։ Իհարկե ես կաղապարը բուսայուղով պատել եմ եւ հեշտ կհանեմ այստեղից, մի քիչ այսպես հավաքելով, ուղղակի խաղում ա ձեռքիս, այնքան փափուկ ու նուրբ ա ստացվել։ Այսօր ձեր հետ շաբաթօրյա կարեցի, տիկին Անահիտն իր թոռնիկների հետ եկավ, դրանից հետո էլի շատ գործ եմ արել, Վահանիկի պապան եկավ այդքան փետերը կտրեց իր դրուժբով, ինձ շատ օգնեց, սիրելի հետևորդներ ջան, մինչև մութ մնացել եմ, ահագին այդ ավելորդ բաները վառել եմ, հետո արդեն զբաղվել եմ իմ կաթնահունցով եւ այս քաղցրնոտայով արդեն վլոգս կավարտեմ, մի տեսնենք ոնց է դուրս գալի, հա, այս սերմորանքը որ լցրել եմ, քունջուտ, դդմիկուտ եւ կանեփի սերմեր, ահա տեսեք սիրելի հետևորդներ ջան, ինչ հրաշալի տեսք ունի, թե մյուս երեսը եւ թե այս երեսը խաղում է ուղղակի։ Եթե մի քիչ գոլ վիճակում հանում ենք, ապա այս վիճակով չեմ կտրում, սիրելի հետևորդներ ջան, եւ վաղը կկտրեմ։ Մյուսը արդեն ջեռոցի մեջ է, բարձրացել է եւ սկսում է վարդագունել, նա էլ կհանեմ եւ վլոգս ավարտեմ արդեն։ Բարի գիշեր մաղթելով ձեզ, լավ եղեք, լավ գործերի մեջ եղեք եւ միշտ այսենց համով բաներ պատրաստեք ու վայելեք։